Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Ազատ ձայն լրատվականի եթերում հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարն է։ Հաղորդումը այսօր վարելու ենք պատմաբան Գուրգեն Կարապետյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Նշենք, որ այսօրվա թեման է Հայկ Նահապետը, Հայկին ներկայացնելու ենք որպես պատմական կերպար, որպես աստված և որպես երևույթ։ Պարոն Կարապետյան, ես արդեն իսկ նշեցի, որ խոսելու ենք Հայկ Նահապետի մասին և կցանկանայի, որ դուք Հայկ Նահապետին ներկայացնեք որպես մեր նախահայրը, որպես պատմական կերպար, ումից է սերել Հայկը, ժամանակագրությունը, ինչպես նաև Հայկ ու Բել ճակատամարտի մասին։ Հիշեցնենք պատմությունը, որը Մովսես Խորենացին բերել է, ըստ որի Հայկը Հայաստանից գնացած եւ Բաբելոնում, այսինքն Միջագետքում հաստատված թագավորական ընտանիքի անդամ էր, այսինքն քաղաքապետության կառավարիչ եւ ըստ Մովսես Խորենացու խոսքերի, երբ Աստծո որդիները, այսինքն քաղաքի կառավարիչները սկսում են պատերազմել իրար հետ եւ իր խոսքերով ասած եղբայրը եղբոր թիկունքից էր հարվածում դաշույնով, հաջողացրեց մի տիտան, այսինքն Աստծո որդու եւ մարդու որդու խառնուրդ, դավադրաբար զավթեց ամբողջ իշխանությունը եւ Հայկը իր 300 ազգականներով, այսինքն ընտանիքի նահապետական ընտանիքի հասկացությամբ է խոսվում, նաեւ ընդոցիներով, այսինքն ոչ իր արյունակից բարեկամներով վերադառնում է Հայաստան, Բելը եւ գրավում է ամբողջ Բաբելոնն նշվում, բայց խոսքը իհարկե վերաբերում է Միջագետքին, զորքերով շարժվում է Հայաստան, Վանա լճի ափին տեղ ունեցած ճակատամարտում սարսափելի պարտություն է կրում։ Շատ հետաքրքիր է, որ պատերազմը նկարագրած է շատ մանրամասն եւ այնտեղ օգտագործված է Հայկի ռազմավարական տաղանդը, երբ Հայկը տեսնելով, որ աստորեն իր առջև կանգնած է մեծականակ, բայց զավթող բանակ, որի զգացվում էր Բելին հավատարիմ մարդիկ, նա իր զորքերը դասավորում է սեպաձև եւ կարողանում է ճեղքել բազմամփող բանակը եւ մոտենալով Բելին նետահարում սպանում է։ Շատ հետաքրքիր է, որ այդ 300-ը իրականում կապված է այսպես կոչված թվային սրբացման հետ, բոլորին է հայտնի, ասենք 300 սպարտացիների մասին պատմությունը, ասեմ, որ միայն Սպարտայում չէր, ասենք Հայաստանից բավականին շատ հեռու գտնվող Ճապոնիայի կայսրները նույնպես ունեն 300 զինվոր եւ առաջնորդի հետ կազմում է 301-ը հայկական սրբազան թիվ եւ միջալոց շատ պատմաբաններ քրիստոնեության ընդունումը 301 թվականին նույնպես խորհրդանշում է որպես տիեզերական այդ 301-ի գաղափարը։ Հայ ժողովուրդը համարում էր, որ Հայկի վերադառնալով է սկսվում հայկյան տոմարը, այսինքն թվագրությունը եւ որովհետեւ հայկական կազմած էր 365 օրից, փաստորեն 6 ժամը բացակայում էր, որի հետևանքով մշտապես շարժական էր տոմարը, Հայկի եւ Բելի ճակատամարտը իրականություն է, որովհետեւ 19-20-րդ դարում Միջագետքի պեղումները ցույց տվեցին, որ Միջագետքի հյուսիսում բնակվել են աքադացիները, դրանք սերմական ժողովուրդ էին եւ Սարգոն հինը ստեղծեց այդ ժամանակաշրջանի համար առաջին պրոֆեսիոնալ բանակը հավաքելով իր շուրջը իր նման ավազակների գործ ունեցողների եւ օգտվելով նրանից, որ շումերական Հայաստանից գնացածների հիմնած քաղաքի կառավարիչները պատերազմներ էին մղում իրար հետ, կարողացավ գրավել այդ քաղաքապետությունները եւ հիմնեց առաջին բռնապետական պետությունը։ Երկրաբանական ուսումնասիրությունները եւ պատմաբանների հաշվարկները համապատասխանում են հենց Հովհաննես Իմաստասերի հաշվարկներին, որը նորից խոսում է այն մասին, որ դա իրական պատմություն եւ նշենք, որ Բելը իրականում անուն չէ, Բել սեմական լեզվով նշանակում է տեր, այսինքն դա Սարգոն հինի տիտղոսն է եղել, որը մեր նա մտել է պատմության հետ։ Շատ հետաքրքիր նաեւ այն փաստը, որ Սարգոն հինը իրականում Հայաստանում չի մահացել, այլ կարողացել է հեռանալ Հայաստանից եւ առասպելում խտացված են ինչպես Բելի, այնպես էլ նրա թող Նարամսինի կերպարները եւ հետաքրքիր է, որ Թովմա Արտունին խոսելով այս դեպքերի մասին նշում է, որ կան պատմողներ, որոնք նշում են, որ Բելը Հայաստանում չի սատկել, այլ կարողացել է փախնել եւ միայն Բաբելոնում է որ սպանվել, այսինքն
Մովսես Խորենացու հետ կարելի ենթադրել, որ եղել են նաև պատմաբաններ, որոնք գրել են պատմական իրողությունը փաստերի վրա, այսինքն Սարգոնի պարտվելը եւ նահանջելը, բայց բնական է, որ Մովսես Խորենացին օգտվել է ավանդազրույցների, իսկ ժողովրդի համար բնական է, որ պետք է հակառակորդ ուժը ոչնչանար հենց հողում։ Սա նույնպես խոսում է Հայկի եւ Բելի իրական պատմության մասին եւ այն, որ Հայկը վերադարձավ Հայաստան, խոսում է նրա կապը Հայաստանի հետ, բայց նաեւ որ տեղի հայությունը, ինչպես Մովսես Խորենացին է նշում, ընդունեցին կամավոր Հայկի իշխանությունը, ցույց է տալիս, որ ժողովրդի համար նույնպես Հայկը օտար տար չէ, այսինքն միջագետքի շումերական բնակչությունը, որը Հայաստանից էր գնացել, չէր կտրել իր կապը հայկական լեռնաշխարհի իր նախահայրենիքի հետ, կար նրանց մեջ մրցակցություն, բայց փաստորեն նրանք իրենց ամբողջությունը, միասնական ծագումը ընդունում էին, որը նաև կարևոր խնդիր է այս Հայկի Բելի առասպելին։ Եղել է Թորգոմանց տնից, ասեմ, որ Թորգոմանց տուն կամ Թորգոմը դա հայկական տարածք է, որը գտնվում է հայկական լեռնաշխարհի արևմուտքում, նաև Աստվածաշնչում է նշվում։ Թորգոմյան տան ծագումը խոսում է այն մասին, որ Հայկը շատ լավ գիտեր, որ ինքը հենց այդ թագավորական իշխանությունից է դուրս եկել, այսինքն որ ինքը ծագում էր այդ Թորգոմատուն կոչվող բնակավայրից, այսինքն նրա ծագումը բացարձակ հայկական էր, նաև կան պատմաբաններ, որոնք ուրեմն նրա ծագումը կապում են շումերական հայը արարող դիցության հետ, որը արարել է մարդուն կավից, բայց նաև ունեցել է երեխաներ, զավակներ, իրականում Հայկը եւ Հայան նույն տիեզերական էություններն են։ Հայկը որպես պատմական կերպար մենք ընկալեցինք արդեն, իսկ Հայկը որպես երևույթ, ինչ կասեք դրա մասին։ Հայկի պատմական կերպարի Հայաստան վերադառնալուց անցել է մոտ 4500 տարի։ Սա իմիջիայլոց օգտագործվում է օտար պատմաբանների կողմից, փորձելով ցույց տալ, որ ինչքան էլ մենք կարողանանք պատմությունը մեր եղելով, հետազոտելով հասնել, միևնույն է, կա սահմանագիր 4500 տարին, եւ որ դրանից ավելի հին չի կարող լինել։ Իրականում պարզվում է, որ Հայկի էությունը, որպես տիեզերական ուժ, գոյություն է ունեցել պատմական Հայկից առաջ, եւ այստեղ չկա որևէ հակասություն, սրա մասին շատ հետաքրքիր է, որ պատմահայր համարվող Հերոդոտը տվել է մի անճարեղ բացատրություն, խոսելով Հերակլեսի էության մասին։ Նա նշում է, որ էությունները, երևույթները գոյություն են ունենում հարյուրամյակներ, հազարամյակներ նույնիսկ, ինչեւ որ գալիս է որևէ պատմական մի կերպար, որը աչքի է ընկնում իր ժողովրդի հասարակության մեջ եւ ժողովուրդը այդ էությունը կապում է տվյալ պատմական անձի հետ եւ նրանով ձևավորվում է այդ Աստծո գաղափար։ Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերվեց աստղադիտարան, աստղագետների եւ պատմաբանների ուսումնասիրությունը բերեց այն եզրակացության, որ նախադինաստիական Եգիպտոսը, այսինքն մինչև եգիպտական փարավոնական իշխանության հիմնումը եղել է բարձր քաղաքակրթություն, որը հենված է եղել Օրիոն համաստեղության պաշտամունքի հետ։ Ասեմ, որ մինչև դա արդեն ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Արևմտյան Սիբիրում հայտնաբերվել էին քաղաքակրթություններ, որոնք ցույց էին տալիս, որ այնտեղ գոյություն ուներ Օրիոն համաստեղության պաշտամունքը, հունական անվանումն է առաջացել Օրիոն կամ Արիոն, որի հիմքը Արին է։ Ըստ հունական ավանդազրույցների Օրիոնը քաջ որսորդ է, արդարության կարգ ու կանոնի պահապան, որը իր ամբողջ գործունեությունը ծավալում է թշնամու, մթի, քաոսի եւ այդ քաոսի ստեղծած էակների դեմ պայքարում։ Հունական ավանդազրույցներում Օրիոնը փաստորեն կանոնավոր դաշտն է, տիեզերքի կանոնավոր էությունը, որը պայքարում է ավիրման, քաոսի դեմ, ջրի, շարժման, օվկիանոսի եւ քաոսի այդ պայքարն է, որը հավերժական է։ Ընդհանրապես տիեզերքում միշտ պետք է լինի արարումը եւ ավիրումը, եւ Հայկը եւ մեր նշած շումերական արարող Աստված Հայը եւ Օրիոնը կապվում են լեռների եւ կոնկրետ հայկական լեռնաշխարհի հետ։ Ասենք Հայան իր պատկերներում մշտապես պատկերվում է մորուսով, տարիքով մի տղամարդ, որի երկու ուսերից հոսում են երկու գետեր, Տիգրիսն ու Եփրատը, եւ նրա ոտքերի մոտ հաճախ պատկերվում է հորթը, որը խորհրդանշում է բերություն,
բեղմնավորում եւ արծիվը ոգեղենությունը։ Այս պատկերը հենց նորից խոսում են նրա կանոնավոր արարող էության մասին։ Քեոպսի բուրգից դուրս են գալիս երկու անցքեր, փարավոնի կնոջ ամբարանասենյակից դուրս այդ անցքը ուղղված է Սիրիուսին, իգականության խորհրդանիշին, իսկ փարավոնի ամբարանասենյակից ուղղվում է Օրիոնին, այսինքն այդ եզերական կարգ ու կանոնի պահպանության խորհրդանիշներ եւ փաստորեն մեր նշված բոլոր էություններ, որոնք իրականում նույն էությունն են, Հայանել, Հայկնել, Օրիոններ, կապվում է հայկական լեռնաշխարհի հետ եւ հետաքրքիրն է, որ դա պատահականություն չէ։ 1980-ական թվականներին Խորհրդային Միության Երկրաբանության ակադեմիան հրատարակեց երկրագնդի կլիմայական քարտեզների ատլասը։ Հասարակացի եւ բևեռների տեղերը մշտապես փոփոխվել են, սակայն բոլոր այդ քարտեզներում կա մի կայունության կենտրոն, անձինս հայկական լեռնաշխարհի, որը մշտապես գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, անցնելով խոնավ բարեխառնից չոր բարեխառն կլիմայական գոտում։ Սա նույնպես փիլիսոփայորեն ունի իր բացատրությունը, որովհետև երբ որ արարման փուլից անցում է կատարվում ավիրման փուլին, եթե ավիրումը լինի համատարած, եթե ոչ անհնարին, ապա չափից դուրս դժվար կլինի նոր համակարգի արարման ստեղծումը, որի համար էլ այդ ավիրման մեջ, քաոսի մեջ պետք է լինի կայունության կենտրոն, որի շուրջը պետք է տեղի ունենա նոր արարում։ Երկրագնդի համակարգում էլ հայկական լեռնաշխարհն այն կայունության կետն է եղել իր Մասիս Սարով, որը հնարավորություն է տվել նոր արարման սկսվելու։ Պարոն Կարապետյան, դուք արդեն ասացիք Հայայի եւ Հայկի կապի մասին, հիմա խոսենք նրանց միացնենք նաեւ Խալդի աստծուն։ Վանի թագավորությունը ժառանգը հայկական մի տանի պետության, այդպես էլ Վանի թագավորության ժառանգորդ դարձավ Երևանների թագավորությունը, եւ սա նշանակում է, որ նաեւ պետք է գաղափարախոսական, աշխարհաճանաչողական ընդհանրություններ լինեն։ Բնական է, որ պետք է լինեն տարբերություններ, որովհետեւ հասարակարգի հասարակության փոփոխությունները իր հետ բերում են որոշակի փոփոխություններ, բայց հիմնարար սկզբունքները էթնոսը, հասարակությունը պահպանում է։ Խալդին կամ Հարդին, Վանի բարբառով հտառը չկա, որի համար էլ հն հնչում է խ, ալը, ալ, որը նշանակում է իմաստուն, գերագույն գիտելիքներ կրող, կամ արը, որ նշանակում է ոգեղենություն, եւ դի, որ նշանակում է մեծ։ Խալդը դա տիեզերական մի երևույթ է, որը կամ տիեզերական գերիմաստունն է, կամ գերագույն ոգեղենությունը։ Մեհերիդուր արձանագրության մեջ, որտեղ նշվում է դիցերին եւ դիցուհիներին զոհաբերության քանակը, գոյություն ունեն 4 Խալդի աստվածներ, որոնց տրվում են տարբեր զոհաբերությունների քանակ։ Ինչն է սրա պատճառը, որովհետև հենց Հարդին տիպիկ հայկն է, որը համարվում էր առաջին հերթին Վանի թագավորության արքայատոհմի նախահայրը։ Գտնված արքայական պալատներում գոյություն ունի կրակարաններ, աթոշաներ, որտեղ զոհեր էին մատուցում իրենց ընտանիքի նախահորը։ Գոյություն ուներ հայ ազգի նախահայրը, որի համար կառուցում էին հատուկ տաճարներ, որոնց կոչվում են սոսի տաճարներ, դրա նախատիպը Մուծածի տաճարն է, որի անմիջական գաղափարական ճարտարապետական ժառանգորդը Գառնու տաճարն է, որով էլ մենք կարող ենք վստահորեն ասել, որ դա ոչ թե հելենիստական ճարտարապետություն է, որովհետև Մուծածի տաճարի ավիրումից 200 տարի հետո միայն հույները առաջին անգամ Բալկանյան թերակղզում քար դրեցին քարի վրա, եւ բնական է, որ հայերը չէին կարող վերցնել տաճարի մոդելը, այլ հենց բնականon զարգացումով Մուծածի Ալդի տաճարից ձևավորվեց մեր Գառնու տաճարը։ Վանի թագավորությունը իրականում կրոն է, որը մշակվել էր Իսկույնի թագավորի եւ նրա որդի Մենուայի կողմից, ինչ այլոց շատ հետաքրքիր է, որ նաեւ թելմանելու այդ գործիքը, թեշիկը նորից գալիս է թեժից, որովհետև նա պտտվելով մանում են թելը, նմանում է արևին իր պտույտով եւ դրա համար նույնացվել են եւ ուրեմն շիվինի, որը հայերեն շիվ բառն է, այսինքն ողբույր այդ ծառի նոր ճյուղը, եւ այս երեք իրար հետ խորհրդանշում են տիեզերական արեդյակին իր ոգեղեն, հոգեղեն եւ նյութական սուրբ երրորդության գլխավոր կերտողներ, եւ մենք ունենք բացարձակ տիեզերական Հարդի աստվածը,
որի տաճարները ցավոք սրտի մեզ չեն հասել, հայտնի է, որ այդ տաճարները գտնվել են լեռների բավականին դժվար անցանելի ճանապարհների վրա, եղել են բավականին մեծ կառույցներ, քառակողմ կողմերին ուղղված երկրագնդի հյուսիս-հարավ, արևելք, արևմուտք կողմերին հայկի իրական պաշտամունքի նույնացումը, մեր ասած հարտի եւ հայկ նահապետի, հայկի հետագայում էլ իմիջիալոց, ասենք Երևանդումների մոտ մնաց որպես հայկը իրենց նախահայր, որովհետև մենք կտեսնենք, որ Երևանները նույն Վանի թագավորության արքայատոհմի շարունակորդն են, այնպես որ հայկը մեր աշխարհաճանաչման մեջ, մեր փիլիսոփայության մեջ, մեր պատմության մեջ գրավում է անփոխարինելի տեղ։ Շնորհակալություն պարոն Կարապետյան հաճելի զրույցի համար, հիշեցնեմ, որ մենք խոսում էինք Հայկ Նահապետի մասին և կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, որտեղ քննարկելու ենք Հայկ Նահապետին որպես տիեզերական կերպար։ Հաջողություն, կհանդիպենք։